Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի անհամբեր գրակի նշանի ներկայացուցիչների 2025 թվականի հուլիս ամսվա կանխատեսումների մասին։ Ճիշտ է, մենք արդեն ներխուժել ենք հուլիս, սակայն ամեն ինչ դեռ առջևում է։ Այնպես որ սիրելիներս անհանգստանալ պետք չէ։ Ուրեմն սկսենք առաջին մեր գրակի նշանից, որոնք են մեր շատ սիրելի անհամբեր գրակոտ խոյերը, սիրելի խոյեր, խոսելու եմ հիմա ձեր հուլիսի կանխատեսումներից, սակայն մինչև հուլիսի կանխատեսումներին անդրադառնալը ցանկանում եմ խոսել հունիս ամսվա շատ կարևոր իրադարձությունից, ուրեմն տեսեք հունիսի 9-ին Յուպիտեր մոլորակը, որը համարվում է մեծ երջանկության մոլորակ, մուտք է գործել ձեր 4-րդ ոլորտ եւ 1 տարի այստեղ է լինելու մինչև 2026 թվականի հուլիս ամիսը։ Սա նշանակում է, որ Յուպիտերը որտեղ որ հայտնվում է, այնտեղ ամեն ինչ ավելանում է։ Եվ 4-րդ ոլորտը բնականաբար սա մեր տունն է, մեր տան անդամներն են, մեր տան պատերն են, մեր անշարժ գույքն է, մեր բնակության վայրն է։ Սիրելիներս, Յուպիտերը 4-րդ ոլորտում կարող է բերել նորություններ։ Հնարավոր է, որ դուք հունիսի 9-ից հետո ընդհուպ մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ունենաք հնարավորություն տուն գնելու, կամ ձեր տան վերանորոգումը սկսելու, կամ ձեր տան մեջ անդամներ ավելանան, կամ երեխա ծնվի ձեր տան մեջ, կամ ինչ-որ մեկը ամուսնանա եւ արդեն բնականաբար դառնաք արդեն ավելի մեծ ընդարձակ ընտանիք։ Յուպիտերը 4-րդ ոլորտում նաև տեսեք հնարավորություններ է բերում, ասենք ինչ-որ հողատարած գնելու, կամ ինչ-որ ավելի, տեսեք տուն ունեք, բայց ուզում եք այն ընդարձակել, ուզում եք կամ տեղափոխվել ավելի հարմարավետ, ավելի կարելի ասել ապահովված ինչ-որ վայր ապրելու։ Նաև տեսեք Յուպիտերը 4-րդ ոլորտում տալիս է հնարավորություն ինչ-որ երկրում, եթե դուք ժամանակավոր ուրեմն դեռևս քաղաքացի չեք, Յուպիտերը 4-րդ ոլորտում տալիս է ստանալու քաղաքացիության հնարավորությունը։ Այնպես որ այս տենդենսը ձեզ համար արդի է լինելու մինչև 2026 թվականի հուլիսը։ Դե ինչ, իսկ այժմ խոսեմ արդեն հուլիս ամսվա կանխատեսումներից, ձեր գլխավոր մոլորակ Մարսը ամբողջ ամիս գտնվում է 6-րդ ոլորտում։ Սիրելի խոյեր, ամբողջ ամիս դուք մտածելու եք կամ աշխատանքի մասին, կամ առողջական հարցերի մասին։ Մարսը այստեղ ձեզ հաղորդում է էներգիա։ Եթե դուք աշխատանք եք փնտրում, անպայման գտնելու եք հուլիսին աշխատանք։ Եթե դուք զբաղվում եք առողջ ապրելակերպով, ապա այստեղ Մարսը ձեզ տալիս է լրացուցիչ էներգիա, որպեսզի դուք այն հանկարծ բաց չթողնեք։ Կամ այստեղ հնարավոր է, որ դուք սկսեք զբաղվել այնպիսի հարցերով, որոնք ունեք նախկինում առողջության հետ կապված եւ սկսեք արդեն անալիզներ հանձնել կամ համապատասխան բժիշկների փնտրել։ Հուլիսի 4-ին մեր գեղեցկուհի Վեներան տեղափոխվում է 3-րդ ոլորտ եւ շատ խոյերի մոտ ակտիվանում են շփումները եւ տեսեք Վեներան որտեղ հայտնվում է, այնտեղ ամեն ինչ հաճելի է դառնում։ 3-րդ ոլորտը սա առաջին հերթին մեր մտերիմ շրջապատն է, մեր քույրերը, եղբայրները, բարեկամները, ազգականները, հարևանները, մարդիկ ում հետ մենք ամեն օր շփվում ենք եւ Վեներան այստեղ բերում է շատ հաճելի շփումներ, միջոցառումներ, երեկույթներ, հանդիպումներ հաճելի։ 3-րդ ոլորտը նաև ավտոմեքենայի հետ կապված հարցերն են, միգուցե եթե ունեք այդպիսի հարցեր, ապա Վեներան կբերի այդ հարցերի լուծումը։ Ասենք պիտի վերանորոգեք մեքենան կամ նոր մեքենա եք ուզում գնել կամ վարորդական իրավունք եք ուզում ձեռք բերել, այստեղ Վեներան օգնելու է ձեզ։ 3-րդ ոլորտը նաև փաստաթղթերն են, հնարավոր է Վեներան այստեղ նույնպես ձեզ նպաստի փաստաթղթային ինչ-որ գործընթացում։ Սակայն սիրելիներս հիշեցնեմ, որ ամսի 18-ից մենք ունենք հետընթաց Մերկուրի եւ եթե դուք ուզում եք ինչ-որ անշարժ գույք կամ շարժական գույք ձեռք բերել կամ վաճառել թեկուզ, ուրեմն այդ ամենը անում եք կամ մինչև հուլիսի 18-ը կամ օգոստոսի 11-ից հետո, որովհետև հուլիսի 18-ից օգոստոսի 11-ը մեր Մերկուրի լինելու է հետընթաց, այդ ամենը խորհուրդ չի տրվում։ Հուլիսի 7-ին ունենք շատ լավ ասպեկտ Վեներա-Պլուտոն տրինը, Պլուտոնը ձեր 11-րդ ոլորտում է, Վեներան նշեցի արդեն 3-րդ ոլորտում է, եւ այստեղ ինչ-որ հաճելի ճամփորդություն կարող է տեղի ունենալ, հաճելի ծանոթություն կարող է տեղի ունենալ, ինչու՞ չէ նաեւ գործնական բնույթի կարող է լինել նաեւ այս ծանոթությունը։
Սակայն հենց ամսի 7-ին մի հրաշալի նորություն եմ ուզում հայտնել խոյերին, Ուրան մոլորակը ի վերջո լքում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտը, սիրելի խոյեր, ես հասկանում եմ ձեզ, որ վերջին 7-8 տարիներին Ուրան մոլորակը ձեր ֆինանսներում առաջացրել է շատ լուրջ խնդիրներ եւ այժմ Ուրանը, թեպետ մի քանի ամսով առայժմ, մինչև նոյեմբերի 8-ը, տեղափոխվում է երրորդ ոլորտ, այսինքն ձեր ֆինանսները կսկսեն աստիճանաբար կայունանալ։ Սակայն Ուրանը երրորդ ոլորտում կարող է նաև վթարներ առաջացնել, այնպես որ առաջիկա 7 տարիները, որոնց ժամանակ Ուրանը կլինի ձեր երրորդ ոլորտում, մի փոքր ավելի պետք է ուշադիր լինեք, եթե ավտոմեքենա եք վարում, եթե երկար ճամփորդություններ եք կատարում, եթե ինքնաթիռ եք նստում, այնպես որ սիրելիներս պետք է ուշադիր լինեք, հատկապես խուսափեք այդ ամենը կատարել այն օրերին, երբ Ուրանը կունենա լարված ասպեկտացիա որևիցե մոլորակի հետ։ Ամսի 10-ին ունենք լիալուսին, այս լիալուսինը տեղի ունենում ձեզ համար շատ կարևոր 10-րդ ոլորտում։ Եվ այստեղ ինչ-որ մի բան ավարտվում է կապված ձեր ամուսնական կարգավիճակի հետ, կապված ձեր հասարակական դիրքի հետ, ձեր պաշտոնի հետ, հնարավոր է, որ դուք ասենք, ձեզ նոր պաշտոն առաջարկեն, նոր ենթադրենք ավելի լավ վճարվող աշխատանք առաջարկեն, դուք արդեն ստանձնեք այդ պաշտոնը, կամ հնարավոր է այստեղ ամուսնություն տեղի ունենա, կամ ամուսնալուծություն, ինչու՞ չէ, որ դա նույնպես ամուսնական կարգավիճակի փոփոխություն է։ Եթե դուք երեխայի եք սպասում, հնարավոր է ամսի 10-ի լիալուսնով նրա մոտակա օրերին արդեն ծնվի ձեր փոքրիկը, այնպես որ սիրելիներս ամսի 10-ի լիալուսինը ձեզ համար շատ վճռորոշ է լինելու։ Ամսի 18-ից նշեցի արդեն Մերկուրին հետընթաց է մինչև օգոստոսի 11-ը, կարևոր իրերի նկատմամբ, արժեքավոր իրերի, փաստաթղթերի, գումարի, ընդհանրապես անշարժ գույքի, առք ու վաճառքի հետ կապված այդ ամենի հետ շատ զգույշ ենք լինում, գերադասելի է, որ չանենք դրանք հետընթաց Մերկուրիի ժամանակ, իսկ ամսի 24-ին սիրելիներս ունենք նորալուսին։ Եվ այս նորալուսինը տեղի ունենում ձեր 5-րդ ոլորտում, սիրելի խոյեր, 5-րդ ոլորտը։ Առաջին հերթին սա երեխաներն են, հնարավոր է, որ արդեն ամսի 24-ից հետո, երբ նորալուսին տեղի ունենա, այս տենդենսը մեկ ամիս, գրեթե մեկ լուսնային ամիս արդի է լինելու ձեր կյանքում, ասենք երեխա ծնվի կամ երեխաների հետ կապված հարցերով սկսեք զբաղվել, կամ այստեղ այնպիսի աշխատանք ձեզ առաջարկեն, որը անմիջականորեն երեխաների հետ է կապված, ինչու՞ չէ, նաև 5-րդ ոլորտը հանգստի գոտին է, հնարավոր է ամսի 24-ից հետո փորձեք մեկնել ինչ-որտեղ հանգստանալու։ Նաև 5-րդ ոլորտը սիրելիները սիրահարվածության զգացումն է, եւ եթե դուք միայնակ եք, ունեք բոլոր շանսերը ամսի 24-ից հետո սիրահարվելու։ Դե այն սիրելիներս, այսքանը խոյերի հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես կխոսեմ մեր հաջորդ կրակի նշանի ներկայացուցիչներից մեկի, այսինքն առյուծների մասին։ Ողջույն սիրելի առյուծներ, այժմ խոսելու եմ ձեր հուլիս ամսվա կանխատեսումներից, սակայն մինչ այդ ուզում եմ խոսել մեր մեծ երջանկության մոլորակ Յուպիտերից, որը հունիսի 9-ից տեղափոխվել է ձեր 12-րդ ոլորտ եւ այստեղ ամբողջ 1 տարի, մինչև 2026 թվականի հուլիս ամիսը, լինելու է 12-րդ ոլորտում։ Ընդհանրապես Յուպիտեր մոլորակը 12 տարին մեկ հայտնվում է նույն ոլորտում եւ նշանակում է, կարող եք հիշել, թե ինչպիսի տարի է եղել ձեզ համար 2013-ը կամ ինչու՞ չէ նաեւ 2001 թվականը, եթե կարող եք հիշել։ Ուրեմն տեսեք, երբ Յուպիտերը հայտնվում է 12-րդ ոլորտում, նշանակում է առաջին հերթին ինչ որ գաղտնիքներ են շատ անում։ 12-րդ ոլորտը սա փակ ոլորտ է։ Սրա մասին մենք չենք սիրում խոսել։ Միգուցե սա սիրային գաղտնի կապեր են, միգուցե սա գաղտնի հույզեր են, միգուցե սրանք վախեր են, միգուցե սրանք երազներ են, որոնց մասին դուք չեք սիրում խոսել։ Այսինքն այստեղ 12-րդ ոլորտում Յուպիտերը բերում է առատություն։ Այսինքն 1 տարի առյուծների կյանքում լինելու է գաղտնիության շրջան։ Նշանակում է հունիսի 9-ից հետո մինչև 2026 թվականի հուլիսը հնարավոր է ձեր կյանքում ինչ-որ գաղտնի սիրային կապ ասենք սկսվի։ Կամ ինչու՞ չէ, նաև 12-րդ ոլորտը օտար երկրների ճամփորդություններն են, հնարավոր է, որ այստեղ Յուպիտերը ձեզ տա այդ հնարավորությունը ճամփորդելու այնպիսի մի երկիր, որ վաղուց էիք ցանկանում մեկնել, այնպես որ սիրելիներս պատրաստվեք սրան։
Նշեմ, որ ձեր գլխավոր մոլորակ արևը նույնպես ձեր 12-րդ ոլորտում է, մինչև հունիսի 22-ը, որից հետո արդեն կտեղափոխվի հունիսի 23-ից կտեղափոխվի առաջին ոլորտ, սիրելիներս, եւ բնականաբար ամսվա վերջում արդեն հունիս ամսվա վերջին 10-օրյակում դուք արդեն կսկսեք շողալ, քանի որ արևը հայտնվելով ձեր առաջին ոլորտում ձեզ ամբողջովին տալիս է ձեր անհրաժեշտ էներգիան։ Ամսի 4-ից հուլիսի 4-ից Վեներան տեղափոխվում է 11-րդ ոլորտ։ Սիրելիներս, արդեն խոսում եմ հուլիս ամսվա կանխատեսումների մասին։ Ուրեմն Վեներան ամբողջ ամիս լինելու է ձեր 11-րդ ոլորտում եւ սա նշանակում է, որ շատ հաճելի միջավայր է ստեղծվում ձեր շուրջը, այսինքն այնպիսի մի կոլեկտիվում եք հայտնվում, որտեղ կանայք են, որտեղ հաճելի մթնոլորտ է, որտեղ հաճույքով եք աշխատում կամ զբաղվում ձեր սիրած գործով։ Հնարավոր է, որ հուլիսի 4-ից հետո ասենք ցանկանաք ինչ-որ խմբակի մասնակցել կամ ասենք մարզասրահ այցելել, որտեղ կանանց միջավայր է, այնպես որ ինչով էլ որ դուք զբաղվեք, ամենայն դեպս շփումը շատ է լինելու եւ հաճելի է լինելու։ Ամսի 7-ին արդեն Վեներա Պլուտոն մոլորակների միջև տեղի ունենում շատ շքեղ ասպեկտացիա։ Պլուտոն մոլորակը, սիրելի առուսներ, գտնվում է ձեր 7-րդ ոլորտում եւ շատ ուշադիր եղեք, որովհետեւ Պլուտոնը ձեր դեմ դիմաց, դուք առաջին ոլորտն եք, ձեր դեմ դիմաց ջրհոսի նշանի ներքո է եւ Պլուտոնի ասպեկտացիաներին պետք է շատ ուշադիր լինել։ Եվ այստեղ իհարկե ունենք բարեբախտաբար շատ լավ ասպեկտացիա։ Այստեղ Վեներա Պլուտոն տրինը կարող է բերել շատ լավ ծանոթություն, ասենք ձեր ընկերական միջավայրում նոր մարդ է հայտնվում, կարող է բերել սիրահարվածություն, կարող է բերել նոր հաճախորդ, եթե սպասարկման ոլորտում է, կարող է բերել նոր լավ գործընկեր, այնպես որ սիրելիներս ամսի 7-ի ծանոթությունը չանտեսեք։ Ամսի 7-ին սակայն Ուրան մոլորակը, եւս մեկ ուրախալի լուր եմ ուզում հայտնել, արդեն տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ։ Սիրելի առույցներ, վերջին 7 տարիների ընթացքում Ուրանը գտնվել է ձեր 10-րդ ոլորտում եւ այստեղ բավականին անցանկալի շոկային իրադարձություններ է առաջացրել կապված ձեր ամուսնական կարգավիճակի հետ, կապված միգուցե ձեր պաշտոնի հետ, միգուցե նաև կապված ձեր հասարակական դիրքի հետ, ձեր անուն հեղինակության հետ։ Սակայն տեսեք, ամսի 7-ին արդեն Ուրանը լքում է ձեր 10-րդ ոլորտը, ճիշտ է, առայժմ ժամանակավոր մինչև նոյեմբերի 8-ը, սակայն դա արդեն լավ է, որովհետև այստեղ դուք կսկսեք թեթևանալ, արդեն կկարգավորվի ձեր ընտանեկան կյանքը, արդեն կկարգավորվի ձեր աշխատանքային հարցերը, ձեր պաշտոնի հետ կապված հարցերը, եւ տեսեք Ուրանը 11-րդ ոլորտում արդեն բերում է խնդիրներ, կոնֆլիկտներ, անակնկալներ, ընկերական շրջապատում սիրելի առույցներ, խորհուրդ կտամ առաջիկա 7 տարիների ընթացքում պարզապես լեզու գտնեք ձեր ընկերների հետ, որովհետեւ անընդհատ լինելու են խնդիրներ ընկերական միջավայրում, նաեւ շատ զգույշ եղեք on-line հարթակում, որովհետեւ այստեղ Ուրանը 11-րդ ոլորտում բերելու է Եթե դուք ասենք վստահ եք անծանոթ մարդկանց on-line հարթակում, հնարավոր է ձեր անձնական տվյալները գողանան եւ տհաճ իրավիճակների մեջ հայտնվեք, այնպես որ սիրելիներս շատ ուշադիր եղեք։ Ամսի 10-ին լիալուսին է տեղի ունենում ձեր 6-րդ ոլորտում, սա նշանակում է ինչ-որ մի հարց, որը կար կապված միգուցե ձեր աշխատանքի, աշխատանքային գրաֆիկի կամ միգուցե աշխատավարձի հետ, այդ ամենը լուծվում է, ասենք դուք գտնում եք աշխատանք կամ փոխում եք ձեր աշխատանքը կամ այստեղ 6-րդ ոլորտը նախանշում է նաև առողջությունը, հնարավոր է առողջական հարցերով եք զբաղված, հանձնում եք արդեն ձեր ենթադրենք անալիզները կամ այստեղ ախտորոշում եք անցնում եւ ամեն ինչ պարզ է դառնում, թե ձեզ ինչն է անհանգստացնում կամ բուժվում եք մինչ այդ այժմ արդեն ամսի 10-ի լիալուսնով արդեն լիարժեք առողջ մարդ եք։ Դե ինձ սիրելիներս նաև խորհուրդ կտամ այս հուլիս ամսվա ընթացքում զբաղվել առողջ ապրելակերպով, այն նույնպես նպաստավոր է ձեզ համար։ Ամսի 18-ից Մերկուրի մոլորակը, որը ամբողջ ամիսեր առաջին ոլորտում է,
եւ առույցներին դարձնում է բավականին շփվող, իհարկե առույցները իրենք շփվող են, սակայն ոչ այնքան որքան ասենք օդի նշանի ներկայացուցիչները, նրանք գիտեն ում հետ կարելի է շփվել, ում հետ ոչ, եւ Մերկուրին ձեզ մի փոքր ավելի շատախոս է դարձնում հուլիս ամսվա ընթացքում, սակայն սիրելիներս հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 11 ընկած ժամանակահատվածում Մերկուրին հետ ընթաց է հենց ձեր իսկ առաջին ոլորտում, սա նշանակում է, որ նախ դուք դառնալու եք մոռացկոտ, շատ ուշադիր պետք է լինեք, որ ոչինչ բանալի չկորցնեք, փաստաթուղթ չկորցնեք, արժեքավոր իրեր, թանկարժեք իրեր չկորցնեք եւ մոռացկոտ չդառնաք, ինչ որ բաներ կարեւոր հանդիպումներ, ժամեր, ինքնաթիռի տոմսեր եւ այլն դրանք չկորցնեք եւ չմոռանաք։ Եվ բացի դրանից հուլիսի 18-ից օգոստոսի 11-ը ընկած ժամանակահատվածում խորհուրդ եմ տալիս ինչ որ մեծ գնումներ չկատարել։ Ամսի 24-ին տեղի ունենում նորալուսին։ Սիրելիներս արդեն այս նորալուսինը տեղի ունենում ձեր առաջին ոլորտում եւ ամսվա վերջում մեր շատ սիրելի առույցները ավելի շատ կսևեռվեն իրենց անձի վրա։ Միգուցե ամսի 24-ից հետո դուք կմտածեք ձեր արտաքին տեսքը փոփոխելու մասին, միգուցե մազերի գույնը կփոխեք, միգուցե նույնիսկ կմտածեք պլաստիկ վիրահատությունների մասին, սակայն նորից հիշեցնեմ, սա այս ամենը արեք օգոստոսի 11-ից հետո։ Այնպես որ սիրելիներս ամսի 24-ից հետո լիարժեք զբաղվելու եք ձեր ուրեմն տեսքով եւ ձեր առողջությամբ։ Դե ինձ սիրելիներս այսքան առույցների հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր վերջին կրակի նշանի ներկայացուցիչներին, աղեղնավորներին։ Ողջույն սիրելի աղեղնավորներ, այժմ խոսելու եմ ձեր հուլիս ամսվա կանխատեսումների մասին։ Սակայն մինչև հուլիս ամսվան անդրադառնալը ցանկանում եմ խոսել ձեր գլխավոր մոլորակ, մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի մասին։ Յուպիտերի տրանզիտը տեղի է ունեցել հունիսի 9-ին եւ այն 1 տարով մուտք է գործել ձեր 8-րդ ոլորտ։ Սիրելի աղեղնավորներ, երբ գլխավոր մոլորակը, այն էլ մեր մեծ երջանկության գիգանտը հայտնվում է 8-րդ ոլորտում, նշանակում է այստեղ բոլոր ֆինանսական հարցերը պետք է լուծվեն։ Յուպիտերը 8-րդ ոլորտում լինելու է շուրջ 1 տարի, այն լինելու է մինչև 26 թվականի հուլիս ամիսը եւ այն բերելու է ձեզ հնարավորություններ, ֆինանսական մի շարք բարդ գործարքներ ուրեմն կատարելու։ Տեսեք, այստեղ Յուպիտերը հնարավոր է բերի ձեզ հնարավորություն, ասենք, հիպոթեկով բնակարան գնելու, կամ այստեղ ժառանգության հարց կարող է բերել, մեծ ֆինանսների հետ կապված, բանկերի հետ կապված ինչ որ կարևոր գործարքների հնարավորություն կարող է բերել, որը դուք վերջին տարիներին փորձել եք, սակայն չի ստացվել։ Յուպիտերը սովորաբար որևիցե ոլորտում գտնվում է 12 տարին մեկ անգամ, եւ եթե դուք հիշեք, թե ինչպիսի թեմատիկայի շուրջ է եղել, ասենք ձեր 2013 թվականը կամ ինչու՞ չէ նաեւ 2001 թվականը, դուք անմիջապես կհասկանաք, թե ինչպիսի հնարավորություններ է բացում Յուպիտերը ձեր առաջ, հատկապես ֆինանսական դաշտում։ Դե ինչ այժմ խոսենք հուլիս ամսվա կանխատեսումներից։ Հուլիսի 4-ին մեր գեղեցկուհի Վեներան մուտք է գործում ձեզ համար շատ կարևոր 7-րդ ոլորտ։ Սիրելի աղեղնավորներ, եթե դուք միայնակ եք, ապա հուլիս ամիսը ամբողջովին տրամադրվում է ձեզ սիրահարվելու, որովհետև երբ Վեներան 7-րդ ոլորտում է, նշանակում է մենք շատ լավ ենք վերաբերվում մեր կողքի մարդկանց, շատ բարի աչքերով ենք նայում նրանց, եւ այստեղ մեր սրտում սեր է ծնվում դեպի կողքի մարդիկ։ 7-րդ ոլորտը, սա բնականաբար առաջին հերթին մեր կողքի մարդն է, մեր կողակիցն է, մեր սիրած էակն է եւ այստեղ Վեներան կարող է բերել հենց սիրահարվածության զգացում։ Նաեւ այստեղ 7-րդ ոլորտը ձեր հաճախորդներն են, հնարավոր է, որ շատ հաճելի շփումներ լինի ամբողջ ամսվա ընթացքում ձեր հաճախորդների հետ, նրանց հետ ինչ որ, չգիտեմ, առիթներ լինեն, երեկույթներ լինեն, ձեր գործընկերների հետ, ինչ որ տարբեր միջոցառումների մասնակցեք, Վեներան այստեղ բերում է հարմարավետության եւ հաճույքի զգացում։ Ամսի 7-ին ունենք Վեներա Պլուտոն տրինը, տեսեք, Պլուտոնը ձեր 3-րդ ոլորտում է, Վեներան 7-րդ ոլորտում է, եւ այստեղ շատ աղեղնավորների մոտ կարող է լինել հետաքրքիր հանդիպում կամ հետաքրքիր ծանոթություն։
Եվ այդ ծանոթությունը ամենայն դեպս հեռանկարային է եւ անձնական հարթակում եւ ինչու՞ չէ գործնական հարթակում։ Եթե դուք ունեք ավտոմեքենայի հետ կապված հարցեր, հնարավոր է ամսի 7-ին հենց կարողանաք ձեռք բերել ձեր ուզած մեքենան։ Ամսի 7-ին Ուրան մոլորակը լքում է ձեր 6-րդ ոլորտը։ Ի վերջո, սիրելի աղաղնավորներ, Ուրանը լքում է ձեր առողջության եւ աշխատանքի ոլորտը։ Սիրելիներս, վերջին 7-8 տարիների ընթացքում շատ աղաղնավորների մոտ եղել են առողջական լուրջ հարցեր։ Ուրանը այստեղ առաջացրել է շոկային իրադարձություններ։ Եվ նաև ինչու՞ չէ, 6-րդ ոլորտը աշխատանքն է, այստեղ աշխատանքի հետ կապված նույնպես շատ լուրջ խնդիրներ են եղել։ Եվ եթե դուք հիշեք վերջին 7 տարիները, 7.5 տարին, ուրեմն դուք կհասկանաք ինչի մասին եմ ես խոսում, եւ այս լարվածությունը արդեն դուրս է գալիս։ Սակայն սիրելիներս, Ուրանը մուտք է գործում ձեր 7-րդ ոլորտ, ոչ պակաս ոլորտ, եւ այստեղ ցնցումները արդեն սպասվում են մեր կողքի մարդու հետ կապված։ Հնարավոր է այստեղ, ուրեմն տեսեք, Ուրանը 7-րդ ոլորտում նախ նշեմ, որ լինելու է առայժմ ժամանակավոր, մինչև նոյեմբերի 8-ը, որից հետո այն հետ կգնա 6-րդ ոլորտ եւ կմնա այնտեղ մինչեւ 2026 թվականի ապրիլ ամիսը, որից հետո արդեն վերջնական մուտք կգործի 7-րդ ոլորտ։ Տեսեք, Ուրանը 7-րդ ոլորտում ցնցումներ է առաջացնում, առաջին հերթին կողքի մարդկանց հետ կապված, միգուցե նրանց հետ չկարողանաք լեզու գտնել։ Ուրանը կարող է նաև ամուսնալուծության բերել, եթե ամուսնությունը այնքան էլ ամուր կարգավիճակում չէ։ Ուրանը 7-րդ ոլորտում բերում է նաև ցնցումներ կապված գործընկերների, հաճախորդների հետ, այնպես որ սիրելիներս խորհուրդ կտամ առաջիկա 7 տարիների ընթացքում փորձեք ուրեմն բարի դրացիական հարաբերություններ հաստատել անմիջապես ձեր կողքի մարդկանց հետ, ձեր հաճախորդների, ձեր գործընկերների, ձեր կողակցի հետ, որպեսզի հետո չհայտնվեք անհարմար իրավիճակում։ Ամսի 10-ին լիալուսին է տեղի ունենում ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, սա նշանակում է ինչ-որ մի բան կապված գումարային հարցերի հետ, ֆինանսների հետ, աշխատավարձի հետ, այստեղ պետք է լուծվի։ Հնարավոր է ձեզ գումար էին պարտ կամ ամսի 10-ի լիալուսնին կամ նրա մոտակա օրերին վերադարձնում են, կամ հնարավոր է, որ դուք եք ինչ-որ մեկին պարտք եւ այստեղ ի վերջո հուլիսի 10-ին վերադարձնում եք այդ պարտքը եւ կարողանում եք հանգիստ քնել։ Այստեղ կարող է աշխատանքի հարց լուծվել, հնարավոր է ինչ-որ մի աշխատանք եք արել, որի համար արդեն ամսի 10-ին կամ նրա մոտակա օրերին կվարձատրվեք։ Այնպես որ ձեր ֆինանսական կարգավիճակում այս լիալուսինը բերելու է որոշակի փոփոխություն, հստակեցում։ Ամսի 18-ից Մերկուրի մոլորակը սկսում է իր հետընթացը։ Նշեմ, որ Մերկուրին ամբողջ ամսվա ընթացքում գտնվում է ձեր 9-րդ ոլորտում եւ շատ աղաղնավորների մոտ միգուցե քննական իրավիճակ է այստեղ ուսումնական հաստատությունների հետ կապված կամ միգուցե դատական process-ների ձգձգման հետ կապված ինչ-որ խնդիրներ են կամ ինչու՞ չէ նաեւ ճամփորդությունների, օտարերկիր մեկնելու, վիզաների, նմանատիպ հարցերի հետ կապված հարցեր են եւ այստեղ Մերկուրին արդեն ամսի 18-ից այդ բոլոր հարցերը ավելի է ձգձգելու։ Ինչու՞, որովհետեւ երբ այն հետընթաց է, այդ բոլոր հարցերը շատ արագ չեն ստացվելու։ Սիրելի աղաղնավորներ, ամենայն դեպս հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 11-ը, եթե ճամփորդեք, շատ ուշադիր եղեք, որպեսզի կարևոր իրեր չկորցնեք, որպեսզի ձեր տոմսը չկորցնեք, ձեր անձնագրի հանդեպ ուշադիր եղեք, երբ Մերկուրին հետընթաց է, մենք դառնում ենք մոռացկոտ։ Եվ սիրելիներս, եթե դուք կարևոր ինչ-որ արժեքավոր իրեր եք ուզում գնել կամ ինչու՞ չէ նաև վաճառում եք, ապա այդ ամենը նույնպես իրականացվելու